Հասմիկ Հակոբյան։ Նախ շնորհակալություն զեկույցը ներկայացնելու համար։ Տիկին Վարդապետյան, փետրվարի 27-ին Գյումրու քաղաքապետի թեկնածու Վարդան Ղուկասյանը տեսաուղերձի ժամանակ մի ուշագրավ ելույթով հանդես եկավ, որտեղ ասաց. «Եթե ինձ, իմ ընտանիքին, իմ հարազատներին խփեն, դա կանի Սերժ Սարգսյանը, ուրիշ ոչ ոք»։ Ապա արդեն ապրիլի 19-ին արդեն նույն Վարդան Ղուկասյանը Գյումրու քաղաքապետի արդեն կարգավիճակով լրագրողներին էլի հրապարակայինորեն ասաց, որ իր դեմ կրկին մահափորձ է նախապատրաստվում։ Արդյոք սրա հետ կապված, այս հայտարարությունների հետ կապված հանձնարարականներ տվել եք համապատասխան քննչական մարմիններին ստուգելու համար կամ քրեական գործ նախապատրաստելու համար։ Շնորհակալ եմ։ Շնորհակալություն Տիկին Հակոբյան, մենք ոչ միայն այդ մամուլի հրապարակումը ունեինք, այլև այդ հրապարակումը վկայակոչելով մեզ մի քանի հաղորդումներ էր ուղարկվել, որոնք ուղարկվել են քննչական մարմին վարույթ նախաձեռնելու հարցը ստուգելու։ Եթե լրացուցիչ կճշտեմ, բայց եթե հիշողությունս ինձ չի դավաճանում, վարույթ չի նախաձեռնվել։ Դա լրացուցիչ ձեզ եզրափակիչ ելույթներում կպատասխանեմ, բայց ուսումնասիրության առարկայով դարձվել է եւ ուղարկվել է քննչական մարմիններ վարույթ նախաձեռնելու հարցը լուծելու։ Այստեղ ուղղակի հստակեցնեմ, որ վարույթ նախաձեռնող սուբյեկտը քննչական մարմիններն են, ոչ թե դատախազությունը, եւ մենք երբ որ ստանում ենք նմանատիպ հաղորդում, ուղարկում ենք որպեսի այո։ Եթե չլինեին հաղորդումներ, մենք ուսումնասիրության էինք ուղարկելու սա եւ դրա հիման վրա հաղորդման առկայության դեպքում նոր քննչական մարմինը քննարկելու էր, բայց տվյալ իրավիճակում այո ուսումնասիրության առարկա դարձվել է եւ ուղարկվել է քննչական մարմին։ Արձագանք։ Շատ լավ, շնորհակալ եմ եւ քանի որ Սերժ Սարգսյանի մասին խոսք գնաց, եւս մի դրվագ, օրերս դատարան ուղարկվեց մի լայնածավալ գործ, որը իր մեխանիզմներով, ծավալներով կրկին վկայում էր, որ տարիներ շարունակ պետական համակարգի ներսում գործել է խորը կազմակերպված կոռուպցիա։ Խոսքը Սերժ Սարգսյանի փեսա համատեղելիությամբ նախկինում Սուրբ Աթոռում դեսպան Միքայել Մինասյանի հանցակցությամբ միլիոնավոր եվրոների լվացման գործին է վերաբերում։ Մի քիչ կխնդրեմ սրա մասին մանրամասնել, որովհետև այդպես ֆիլմից դրվագ է թվում, երբ որ կարդում ենք, եւ նաեւ ինչ քայլեր է ձեռնարկվում, որպեսզի այս ամբողջական շղթան եւ նաեւ նմանատիպ հանցագործությունները բացահայտվեն։ Շնորհակալ եմ Տիկին Հակոբյան հարցի համար։ Միքայել Մինասյանի դատարան ուղարկված վարույթի վերաբերյալ տեղեկատվություն 2024 թվականի հաղորդման մեջ չկա, որովհետև վարույթը ֆիզիկապես դատարան մուտք են կարել 25 թվականի փետրվարին։ Վերջին դրվագը, որի ենթադրում եմ մի քանի օր առաջ մամուլով տարածվեց, վերաբերում է ընդամենը մեկ դրվագին, մեկ հեռուստաընկերության հետ կապված, բայց մինչ այդ էլի դրվագներ կան, որոնք ուղարկված են դատարան եւ դրանք տեղ կգտնեն 25 թվականի հաղորդման մեջ, բայց կարճ նշեմ, որ այստեղ այդ ձեր նշած համակարգային եզրույթը քրեերևական գնահատական է ստացել եւ հանցավոր խմբավորման մասին է խոսքը գնում հստակ դերաբաշխումներով, այդ թվում իրավական ապահովման տեսանկյունից, տարբեր տեսակի խոչընդոտներ վերացնելու տեսանկյունից, որոշակի օրենսդրական նախաձեռնություններ ներկայացնելու տեսանկյունից, նաեւ ինձ համար երեկոյան շատ կարևոր մի հանգամանք պարզվեց, որ Իտալիայի մեր գործընկերները մեր իրավական օգնության պահանջը մասամբ բավարարել են։ Ես շատ շնորհակալ եմ մեր գործընկերներին եւ տրամադրել են տեղեկատվություն, որը հիմք կհանդիսանա, ավարտում եմ, որը հիմք կհանդիսանա ձեր կողմից նշված մյուս բոլոր դրվագների քննության համար։ Մենք ամբողջական ծավալով վարույթը չենք ուղարկել դատարան երկու պատճառով։ Առաջինը, եթե 70 եւ ավելի դրվագանոց գործ ուղարկենք դատարան, այդ դատաքննությունը չի ավարտվի։ Դրա համար մենք ուղարկում ենք մասամբ, այո, եւ ուղարկում ենք ըստ ապացույցների ձեռքբերման հաջորդականության, որովհետեւ մի շարք երկրներ, ոչ միայն Իտալիա, այլև Շվեյցարիա, այլև այլ երկրներ, Ռուսաստանի Դաշնություն ուղարկված հարցումներ ունենք, որոնց պատասխանները ստանալուց հետո էլի առանձին դրվագներով ուղարկելու ենք դատարան եւ հանրային հաշվետվողականության շրջանակներում հրապարակելու ենք դրվագները։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։